Ահա։ Շրջում ենք այսպես մի կողմի վրա, որպեսզի ինքը համ ամրանա, համ ինչ-որ գեղեցիկ տեսք ձեռք բերի, այսպես ինչ-որ, ահա։ Կրկնում եմ 15, 15-ից 20 կստացվի ամենաշատը, ես սկզբում 25 ասի, սխալ ասացի մի քիչ, 15-ից 20 կստացվի։ Ողջույն բոլորին, հարգելի ընկերներ, հետևորդներ, վաղուց չենք հանդիպել, այսօր կարտոֆիլով պելմենիներ կամ վարենիկներ, հիանալի են ամռան այս շոգի համար, շատ համով են, չեն ծանրաբեռնում ընդհանրապես, շատ համով, արագ ուտվող, եկեք մի անգամից արագ անցնենք գործի և շարունակենք։ Ուրեմն, ժողովուրդ ջան, ասեմ, որ ափսե չկեղտոտելու համար մի անգամից սենց դրել եմ ամեն ինչ, տնավարի, սիրուն, ալյուրի համար մեզ անհրաժեշտ է լինելու եռման ջուր, դեռ չեմ լցրել, 200 մլ, բուսայուղ 2 ճաշի գթար սովորական, մոտ 200 գրամ, 250 գրամ ալյուր կամ ջուրը մի քիչ վերցրեք, ալյուրը 200 գրամ, աղ անհրաժեշտ է լինելու 1 ոչ լիքը թեյի գթալի չափով, այսքանը պարզ, էլեմենտար խմորին վերաբերվող, ինչ վերաբերում է միչուկին, միչուկի համար կարտոֆիլ է մեզ անհրաժեշտ լինելու, էպվում է հիմա, էպվել ավելի ճիշտ արդեն, մի փոքր ուշ տրորելու ենք, խյուսի ենք վերածելու, նաև անհրաժեշտ է լինելու, ուրեմն սև կարմիր բիբար, պղպեղ, ինչ ուզում եք վերցրեք համեմունքներից, ձեր իրավունքն է, իհարկե աղ, մեկ էլ սոխ, 1 գլուխ, սոխ առած պետք է անենք, սկսում ենք սոխից, կտրում ենք կամ կիսալուսնաձև, կամ ավելի մանր, եկեք կիսալուսնաձև ես կտրեմ այսօր, հա, ձեր թույլատվության, այսենց, ահա, ընթացքում եկեք հիմա այսենց կտրեմ ու մանրացնենք նաև այսենց, 1 անգամ, 2 անգամ վրով անցնենք, ահա, շո, հիմա սոխառած ենք անելու, որ դրա համար տենց իմաստ չունի շատ մանր կտրատելը, միևնույնն է մանրանալու է, փոքրանալու է, ահա, 1, 2, 3, վերջ, դնենք մի կողմի վրա սոխը, հա, ու անցնենք ուրեմն մի անգամից խմորը պատրաստելուն, պատրաստվող թասի մեջ ավելացնում ենք եռման ջուրը 150 մլ, ինչպես նշեցի, մի անգամից աղ ավելացնենք, այսենց, մի անգամից բուսայուղը, 1, 2, վերջ, ահա, հատ խառնենք լավ, լուծենք բոլորը, այսից, հետ ալյուրին նա չենք մաղում, մի անգամից ավելացնում ենք, ինչպես արդեն ասեցի, մոտ ստեղ 150 մլ ջուրը, ուրեմն մի 200 գրամի չափով, փափուկ խմոր ենք ստանալու, ահա, պետք լինի մի քիչ էլ կավելացնենք, բայց ինձ թվում է պետք չի, քանի որ ջուրը եռման է, դրա համար խաբուսի կարա լինի, էլի ալյուր ուզի ու էլի, հենց որ մի խաբնվեք, այսքան ալյուրը լրիվ հերիք է, ավելացրեցի 200 գրամի չափով, կրկնում եմ, վերջ, դեմեք ինչ արագ, հեշտ է ամեն ինչ պատրաստվում, հունցենք մի հատ զգուշ, տաքը, մատերներս չվառենք, չայրենք, այսենց սիրուն հունցենք մի հատ, վերջ, դնում եք, ինչ հրաշալի է ամեն բան ստացվում մեր մոտ, մի քիչ է գորգի վրա եկեք, հունցենք, միևնույնն է գրտնակելու ենք, բացելու ենք, դրա համար մի անգամից գորգի վրա, այսպես, հələ որ տեսեք գնդերը շատ են, դրա համար նայս պիտի անենք, որ դառնա սենց միասեռ հարթ զանգված, այսպես հունցենք մի քիչ, արդեն ինքը իրան ամեն ինչ լավ կլինի,
Այսպես տանում եք։ Տեսեք, մի պստլի գունդա, չէ, մոտ ինչքան կես կիլոգրամանոց, այս գնդից սկի կես կիլոգրամը չկա։ Այս գնդից մենք ստանալու ենք 25 երևի վարենիք մեծ չափի, ընթացքում կտենաք, թե դա ոնց է տեղի ունենալու և ոնց կարա տենց բան լինի։ Այսպես մի քիչ գնդենք, ունցենք։ Տեսնում եք ինչ տարբերություն կա արդեն էական բավական է, դնենք ուրեմն նույն ափսեի մեջ, ծածկենք հիմա մի բանով, տոպրակով երևի ու գնանք արդեն սոխառածը անելու, խոսանք մնացածի մասին։ Հիմա բուսայուղը նորից ավելացնենք թավայի մեջ, այսինքն շատ պետք չի, մի փոքր, այնքան որ սոխառած ենք անում, կարմրացնում ենք սոխը, որը ավելացնենք կարտոֆիլին, ավելացնենք սոխը մի անգամից, այսպես, խառնենք մի քիչ, այսպես բարբերաբար խառնելով սիրուն սոխառած ենք անում, կրակը կարանք նույնիսկ բարձրել անենք, որ ավելի շուտ այս ամեն ինչը ստացվի ու անցնենք առաջ։ Վերջ, ժողովուրդ ջան, մի հատ էլ խառնենք, այսպես ու վերջ, տեսնում եք։ Ահա։ Դեռ նորմալ է, կարելի է արդեն անջատել ու անցնել միջուկը պատրաստելուն։ Այսպես լավ է, վերջ, անջատում ենք։ Հիմա մի անգամից կարտոֆիլին տեսեք, 4 հատ մեծ կարտոֆիլ եմ եփել, բնականաբար շատ է այսքանը, կեսը կամ կեսից շատը կօգտագործեմ արդեն պյուրեի համար, պյուրեի տեսքով, առանձին կվայելենք։ Հիմա մնացածի վրա լցնեմ այսպես համ ձեթը, համ սոխը։ Վերցնեմ մի անգամից այս հարմարանքը պյուրեի համար նախատեսված ու մի հատ լավ տրորենք, ջրքամել եմ ամբողջությամբ, եթե նկատում եք սոխն եմ ես տրորում, որ ինքն էլ մանրանա լրիվ, շատ մեծոտներ չմնան ներսում, այսպես, լավ տրորենք, Հիմա գթալ վերցնենք նախ և առաջ, այս ինչ եմ դրսում անում, տենաս, նախ և առաջ մաքրենք այս սարքը, ձայների համար ներողություն եմ խնդրում, կներեք, ավելացնենք ստեղ ուրեմն աղ, մեկ թեյի գթալ, ոչ լիքը, մի քիչ էլ հերիքը լրիվ, ավելացնենք, ոնց ասեցի սկզբում, սև պղպեղը, մի կես թեյի գթալի չափով, ավելացնենք կարմիրը, էլի նույնքան, այսպես, ու արդեն գթալով լավ խառնում ենք այս ամենը, ոչ մի բուսայուղ, ոչ ինչ պետք չի ավելացնել, համեմունքները նորից եմ կրկնում, ըստ ճաշակի, ինչ ուզեք կարաք ավելացնենք, խառնենք այսպես մի հատ լավ սիրուն, դնում ենք մի կողմի վրա, անցնում ենք խմորը հիմա բացելուն, մի քիչ ալուր անենք, շատ բարակ, իհարկե չենք բացում, բայց շատ հաստել չէ, բնականաբար, այսպես մի հատ սխմենք, այսպես տանենք այն կողմ ալուրը ու բացենք այս խմորը, այսպես, շատ լավ ենթարկվող փափուկ խմոր է ստացվում, ի դեպ փորձեք անպայման
Այսպիսի բաժակ ամես պետք գալու, տեսեք, մի փոքր կլոր, ուրեմն տրամագծով, ոնց ուզում եք, ինչ չափսի ուզում եք, կարաք պատրաստեք, բաժանում ենք այսենց կլորակների 15-ատ արդեն հիմա ստացանք, ոնց նկատում եք, սրանք էլ կգրտնակենք և ինչքան ասեմ, երևի մի 18 հատ կստանանք արդյունքում վարենիք, իրանք երբվելուց էլ իհարկե մի փոքր կմեծանան ծավալով, տենց հա ձևը, հիմա դնեմ սա մի կողմի վրա, էլի կգրտնակեմ, տոպրակի տակ առայժմ, իսկ մնացածի վրա, այ այսենց, հիմա կվերցնենք մի րոպե նատուղեմ, այ այսենց, հիմա վերցնում ենք մեկ թեյի գդալ միջուկից, ու այսենց դնում ենք ամեն մեկի վրա, այ այսենց, նորից եմ կրկնում, կարաք ավելի մեծ բաժակ վերցնեք, ավելի շատ պատրաստեք, ոնց ուզում եք, եթե ինձ կլսեք, այսքան է լրիվ նորմալ է, լրիվ հագեցնող է, ես ձեզ հաստատ եմ ասում, փորձված բան է, բաղադրատում սա իդեպ իմ ալիքում էլ ունեմ, բայց շատ շուտ եմ պատրաստել, մյուս ալիքի մասին է խոսքը, այս հենց ուրեմն հերթով հիմա շարում ենք, հերթով դասավորում ենք միջուկը մեջտեղում, հիմա վերցնում ենք ամեն մի կլորակը, նայեք ինչ ենք անում, շատ զգուշ, այսենց ամրացնում ենք վերևի կողմից, նենց որ միջուկը մնա ներսում, մատով այսենց ներս ենք տանում, ամրացնում ենք մի հատ, այսենց, բրդում ենք ներս, ամրացնում ենք լավ, այս շատ կարևոր է, ամրացնելուց հետո, այսպես ինչ-որ տեսք ենք տալիս, այսենց օրինակ, շրջում ենք այսպես մի կողմի վրա, որպեսզի ինքը համ ամրանա, համ ինչ-որ գեղեցիկ տեսք ձեռք բերի, այսպես ինչ-որ, պարտադիր չի սա, բայց էլ ավելի գեղեցիկ կստացվի, սենց, մի քիչ հարթացնում ենք և վերջ, այսպես մի քիչ հարթացնում ենք ու պատրաստ է, նորից, լավ ամրացրեցինք վերևից, կողքերից, բրդում ենք միջուկը ներս, այ այսենց, վերջ ու նորից գնացինք, այ այսենց, պտտեցնում ենք ու ձգում, պտտեցնում, ձգում, այ այսենց, վերջ, մի քիչ էլ ենք հարթեցնում, տախտակի վրա ենք դնում ու էլի թեթև սեղմում, վերջ, մնացածը առանց ձեզ եմ անում, լավ եկեք մի հատն էլ ցույց տամ ու հաստատ վերջ արդեն, նորից, այս կողմից, մյուս կողմից, անցնում ես ու ետել չես նայում, սիրը պես ալեկոցված թոլ ես դարձնում, մի քիչ ալուր կարելի անել, իհարկե տախտակի վրա, որ կմորը չկպնի, որևէ դեպքում, այսպես ալուրոտում ենք, նոր շարում ենք սիրուն իրար կողք, վերջ, դե ինչ, ընկերներ ջան, նայեք, այսպիսի կրկնում եմ 15-ից 20 կստացվի, ամենաշատը, ես սկզբում 25 ասիչ, սխալ ասեցի մի քիչ, 15-ից 20 կստացվի, 50-50 գրամ ավելացնեք, 25 էլ կստացվի, տեսեք ուշադրությունը, ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել այս սիրուն կտրվածքների նախշերի վրա, որ ես արել եմ, ինչ եմ անում, մի տեղից ճզմում եմ, այսպես, ձգում եմ մյուս կողմից նորից փակելով ճզմում եմ, ձգում եմ մյուս կողմ, ու ստացվում է այսպիսի գեղեցիկ, տեսնում եք արևի պես, ինչ-որ սիրուն նախշեր, ջուրը մեր մոտ արդեն լրիվ եռում է, մոտենանք, սկսենք եփելը, շատ զգուշ ավելացնենք, մի անգամից վարենիքները, եկեք ձեռքով ավելացնեմ, լավ այ այսպես,
շուտ են եփվելու, մեզ ընդհանրապես պետք է որ խմորը եփվի, հենց հելնի վերև, հելնի ջրի հատակից վերև։ Նշանակում է տեսականորեն խմորը եփված է արդեն։ Փորձեք ժողովուրդ ջան, սա շատ համով է, շատ անվնաս է ուտելիքի տեսակետից, հագեցնող է, ինչի չէ։ Եվ իմ կարծիքով լրիվ համապատասխանում է սենց հագեցնող, բայց թեթևոտ ուտեստներին համարվա։ Այստեղ շատ կարևոր է հիմա այսենց մի հատ խառնելը, որպեսզի չկպնի իրար եփվելուց, զգուշորեն։ Այսենց կես րոպեի չափ խառնում ենք, ոչ մի աղ, ոչինչ ջրին չենք ավելացնում, եթե ուզում եք կարագ իհարկե ավելացնեք, կարագ նույնիսկ դափնու տերևել ավելացնեք, հատիկավոր պղպեղել ավելացնեք, ոնց որ ինձ թվում է ռուսներն են անում, բայց ես ոչինչ չեմ ավելացնում, հենց եփում եմ, սիրուն հանում եմ։ Պարբերաբար զգուշորեն խառնում ենք, որ իրար չկպնի, չնայած չի կպնելու, այդուհանդերձ էլի։ Ու արդեն կհելնի ջրերս, կնշանակի, որ մոտ է եփվելուն, մոտ է պատրաստ լինելու։ Մինչ եփվում է, եկեք ձեզ մի հատ բան ցույց տամ, այսօր իմ ոնց նշեցի ռուսական լեզվով ալիքի համար, այսինքն գաթայի կտրվածքներ էի ցուցադրում, նայեք։ Այսինքն հետաքրքիր սիրուն ընտիր գաթա է ստացվել, նաև մյուս ալիքում էլ կլինի իհարկե։ Երևի թե մոտակա 5-7 օրը վաղ, այսինքն այս հրաշքից ևս այսպիսի բաներ։ Ինչքան կարևոր է լավ շերտավոր խմոր ունենալը, այդ 5 ժամանոց տանջանքը իհարկե տեսնում եք անարդյունք չի մնում։ Ստանում ենք այսպիսի գեղեցիկ բաներ արդյունքում։ Տեսեք, հրաշք։ Այսենց տեսեք ժողովուրդ ջան, մի հատ խառնենք զգուշորեն։ Մի քիչ էլ մի 2-3 րոպե էլ անպայման կեփենք։ Ոնց որ պելմենին են կեփում, տենց էլ էս խմորը։ Ընդհանուր առմամբ մի 8 րոպե կարծում եմ, 10 րոպե ամենաշատը, ավել պետք չի, որտեվ արագ կեփվի ու ավել որ եփվի արդեն կարա փափկի պատռվի, դրա համար սիրուն չի լինի, էլի, սենց ամենասիրուն տեսքն է իմ կարծիքով, այսպես։ Ժողովուրդ ջան, վերջ, արդեն եփվել է, ուռչել է, տեսեք, հստակ երևում է, որ եփված է արդեն, կարակ 1-2 րոպե էլ պահեք, բայց ես չեմ պահում։ Վերցնում ենք վերջնում ենք, մատուցում ենք, վայելում ենք ողջ ընտանիքով, այսպես, փորձեք անպայման, որովհետև շատ համեղ է, կրկնում եմ, այսպես, ժողովուրդ ջան, վրայից ես ավելացնում եմ սովորական այսպես թեթև սև պղպեղ, դուք կարակ ավելացնեք սոխ առածից մի քիչ, կարակ ավելացնեք, ինչ ձեր սիրտը ուզում է, սենց ասեմ, այսօրվա համար էլ այսքան է։ Դե ինչ, պատրաստեցինք վարենիքները ձեզ հետ միասին, դուք էլ փորձեք, հիասքանչ ուտեստա, շատ թեթև, բայց հագեցնող, համահունչը ամռանը այս վիճակին, այս շոքին, այսօրվա համար այսքանը, ձեզ ինչպես միշտ ուղարկում եմ լույս, մինչ նոր հանդիպում։